կապված դուք Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլ Փաշինյանի մոտեցումների տարբերության հետ կապված հայտարարություն էի կարել, բավականին քննադատվեց այդ առումով, ինչ կարող եք ասել, ասում են փորձել է Լևոն Տեր-Պետրոսյանին մաքրելու եւ հնարավոր կոալիցիա են տեսնում ընդդեմ Քոչարյանի։ Ես ասում եմ այնինչ կա քննարկումների առանցքում։ Դա զավեշտական է, դա ծիծաղելի է, որտեղ նախ Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ մեկի կարիքը չունի, եթե անհրաժեշտություն կա մաքրվելու։ Ինչ եք ուզում Լևոն Տեր-Պետրոսյանից, արդեն տևական ժամանակա չկա քաղաքականության մեջ։ 80 տարեկան Աստված ևս մի 10-20 տարի կյանք տար։ Այսինքն, եթե ես նպատակ ունենայի, ցանկություն ունենայի միավորվելու, եթե հիշում եք, Լևոն Տեր-Պետրոսյանը բազմաթիվ նախաձեռնություններ է ունեցել, եւ միջև ընտրություններ, եւ ընտրություններից հետո ես կմիանայի։ Այսինքն ես ինչ-որ մեկից վախեցել եմ, չեմ միավորվել։ Ինչի մասին է խոսքը։ Միշտ պետք է լավին լավ ասել, վատին էլ վատ։ Այլ ոչ թե եթե մեկը քեզ մի ժամանակ ինչ-որ մի վատ բան ասել, ամբողջ կյանքում նրան վատ ասես։ Չունեմ այդ բնավորությունը։ Չունեմ այդ բնավորությունը։ Իդեպ այս թեման, պարոն Սարգսյան, շատ է խոսում, որ դուք Տեր-Պետրոսյանի հետ ավելի լավ հարաբերություններ ունեք, չնայած որ 2008-ին Տեր-Պետրոսյանը ձեր դեմ էր պայքարում, ինչ ասես ասում էր, քան երկրորդ նախագահի հետ։ Այսա ինչով է պարոնված։ Այս պահին։ Առհասարակ վերջին շրջանում, վերջին տարիներին։ Վերջին շրջաններից չգիտեմ, ես քանի տարի է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ նույնիսկ հեռախոսով չեմ խոսել։ Հետո է հնարել։ Եվ հետո ինչու պետք է հակադրել իմ հարաբերությունները Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, իմ հարաբերություններին Ռոբերտ Քոչարյանի հետ կամ մեկ ուրիշի հետ։ Ասում նույնիսկ աջակցում եք կամ ֆինանսավորում եք իրենց ընտրությունների ընթացքում լավ հարաբերություն, այսպեսի մամուլում հրապարակումներ են։ Դե գիտեք, ես չգիտեմ դա ով է ասում, ով որ ասում է, երևի ինքը շատ ֆինանսներ ունի, եւ կարող է էլի sense արձախ ֆինանսները բան ասել։ Պարոն նախագահ, հնարավորությունները չունեն։ Բայց ասում մեծ թիմ է։ Պարոն նախագահ, ասում են։ Պարոն նախագահ, Ասել են ձեզ են ֆինանսավորում, որովհետեւ ինչ որ թիմում աշխատում։ Պարոն նախագահ, թեև նշում եք, որ հավակնություն չունեք իշխանության, ամեն դեպքում կոնկրետ շրջանակներ հանրային ակնկալիքներ ունեն ձեզնից, ինչքան էլ կողքից հայտարարեն, թե հարց լուծողներ կան եւ այլն, հենց ուղիղ դեմքերով, այդ մարդկանց ակնկալիքները ինչպես պիտի արդարանան։ Այսինքն հենց ձեզնից են սպասում կոնկրետ լուծումներ։ Այդ մարդիկ ինձ համակրում են, որպեսզի ինչ անենք, որպեսզի մենք իշխանություն ունենք, իրենք էլ այդ իշխանությունից օգտվեն։ Չէ, մեզ այդպիսի մարդիկ պետք չեն։ Դրա համար մենք շատ հստակ հայտարարել ենք, որ իշխանություն չենք ուզում։ Պարզ քաղաքացիներ էլ կան, պարոն նախագահ, որոնք ակնկալում են, որ ձեր առաջնորդությամբ ինչ-որ լուծումներ կլինեն։ Եթե համակրում են, մենք պատրաստ ենք միշտ հանդիպել այդ համակրողների հետ։ Մենք պատրաստ ենք իրենց հետ խոսել, խորհրդակցել, մեր կարծիքն ասել։ Բայց երբ որ այդ համակիրների բանակը շատ մեծ կլինի, այն ժամանակ մենք կառաջարկենք մեր գաղափարակիցներից մեկին, ասենք, որ սիրելի ժողովուրդ, այս մեր գաղափարակիցը կարող է կառավարել այս հանրապետությունը, մենք էլ իրեն ծառա։ Ոչ թե ինչպես այդ ուժեղ խմբակցության պատգամավորներից մեկը ասեց, որ իբր ես ձգտում եմ լինել Հայաստանում Իվանիշվիլի, ինչպես Վրաստանում Բիձինա Իվանիշվիլին է, ինչ ուղղակի, ինչ ասեմ, աբսուրդ է, էլի, աբսուրդ։ Այդ նման մարդիկ միշտ արտահայտում են, փորձում են ուրիշին վերագրել, այն ինչ որ իրանց հոգու խորքում է։ Ծիծաղելի է դա։ Երբ խոսեց համակիրներից, ուզում եմ նաև այն մյուս խմբի մարդկանց կամ քաղաքական գործիչների ասածները ուղղակի հարցնել դրա մասին, տեսեք նաև այսպես են ասում, որ նախկինները, այսինքն Հայաստանի երկրորդ պաշտոնաթող նախագահներն ու գործող իշխանությունը իրար ոգի ջրի պես պետք են, որովհետև այդ փոխադարձ վեճի մեջ ամրանում է Նիկոլ Փաշինյանը։ Նաև ասում են ինչու չեն հեռանում դաշտից թե գործողը թե նախկինները, որ նոր ուժեր գան եւ մարդիկ այլընտրանք ունենան։ Հեռանալու ընդհանրապես, որ հանրապետականը ոչ մի process-ի չմատնացի։ Դրա մասին մտածել եք, թե դա օրինակ։ Դրա մասին որ այդ ասածների մասին, թե հեռանալու մասին։ Երբ որ ես զգամ, որ ես Հայաստանի Հանրապետական կուսակցությանը դեռ եմ, ես վարկյան անգամ
չեմ հապաղին, երբ որ ես տեսնեմ, բայց երբ որ ես ինքս տեսնում եմ, իմ ընկերների վերաբերմունքն եմ տեսնում, ես դա ուղղակի տմարդի արարք կհամարի, եթե հիմա գնայի մեր տանը նստեի։ Գիտեք, ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր համարում են, թե Հայաստանի քաղաքական դաշտը մի մարդատար մեքենա է, այսինքն մենք նստել ենք այդ մեքենա, այլևս իրանց համար տեղ չկա, ասում են իջեք մենք անք նստենք։ Բայց այս դաշտը ազատ է, թող դրսևորվեն, թող համախոհներ ձեռք բերեն, թող համակիրներ ձեռք բերեն, թող իրանց խելացի խոսքերով մարդկանց գրավեն դեպի իրենց ով է խանգարում։ Եվ այդ ասողներն ովքեր են, ես մի անգամ դրանք անդրադառնում, էլի ոտի վրա չանդրադառնում, իրանց գնահատականները գտամ։ Ես եմ ձեզ շնորհակալ, բայց ես կարծում եմ դուք պրոստը ձեր հարցերը ուղղակի, ձեր հարցերը սպառում եք, որտեղ ինչպես տեսակ դեռևս դատեր են ունենում, էլի կա։ Եթե նեղություն չլինի գալու եք։ Նախագահ ներողություն։ Ասելիս չեք նախատեսում։ Ոչ, ես մի ուրիշ ձև կընտրեմ։ Մի ուրիշ ձև կընտրեմ, բոլորդ։ Դուք այլ ձևաչափով կնչվող հարցերի այլ նաև ձեր ամբողջ շրջապատը հնարավորություն կունենա ինձ հարցեր տալու։ Ես կարծում եմ դա ավելի ճիշտ մոտեցում է, քան այլ ձևաչափը։ Դուք այլ ձևաչափով կնչվող հարցեր Երկրորդ լինի ու ծավալում, պարոն Սարգսյան։ Դե ես տենց չեմ կարծում, նոր դատավորը հարցրեց իմ առողջության մասին, ասի ամեն ինչ ոնց որ տեղն է, էլի։ Հետո 3-4 ժամ ելնի, ինչ ա եղել։ Դուք թույլ չեն տալիս, որ մեկնեք երկրից Թույլ չեն տալիս, վաղուց թույլ տալիս, ցավոք սրտի։ Նախագահ ես Մանվել Գրիգորյանի մասին եմ ուզում հարցնել։ Մանվել Գրիգորյանի մասին եմ ուզում հարցնել, քանի որ դուք վերջերս անդրադարձել եք, բայց այնտեղ էլի վիճահարույց բաներ կարծում եք Մանվել Գրիգորյանը ինքն է խնդրել, որ կողմ քննարկի։ Դրանում ինչպես համոզվենք, որովհետև գեներալը ցավոք սրտի չկա եւ տեսանք, որ հանրապետականի կողմից աջակցություն մեծամասամբ չեղավ։ Ես հայտարարություն նկատի չունեմ, որովհետև հայտարարություն եղել է, բայց օրինակ դատարանում մենք չենք տեսել շատ հանրապետականների, ովքեր կասեին, որ գեներալին անիրավի դատում են։ Շատ հանրապետականների ասեցի, պարոն Շարմազանով։ Դավիթ Մկրտչյանը այստեղ է գնացել այդ չի գնացել, որ գրեթե ամենօրյա ռեժիմով Դավիթ Մկրտչյանը Մանվել Գրիգորյանի հետ էր եւ գիտեր նրա բոլոր Դավիթ ջան, խնդրում եմ էլի, այս ժողովրդի հարցին պատասխանեք էլի, կապված Մանվելի հետ, ասում ինչով կարող եք համոզել, որ դուք կողմ չեք եղել, որ Մանվել Գրիգորյանին նստացին։ Ասում են չեք ներե, որ ասել են հանրապետական կուսակցության հետ։ Ուրեմն լսեք ասեմ, Մանվել Գրիգորյանի համար երկու մարդ գոյություն ուներ, Սերժ Սարգսյանն ու Վազգեն Սարգսյանը։ Մանվել Գրիգորյանը անձամբ ինքը դիմեր հանրապետականին, որ կողմ քվեարկեն, գրավոր այդ բանն էլ կա։ Ու դա ինձ անձամբ ասել է Մանվել Գրիգորյանը։ Այսինքն մեզ կարակ տակ է։ Իհարկե կարանք։ Այդ ինձ անձամբ ասել է Մանվել Գրիգորյանը։ Կարևոր ներդեր ասել։ Bravo!
թեմի հարգելի հետևողներ, ավարտվեց նաև երրորդ նախագահի հետ հարցու պատասխանը, լրատվամիջոցները բազմաթիվ հարցեր ուղղեցին նախագահ Սարգսյանին, այսքանով ամփոփում ենք մեր ուղիղ հեռարձակումը։ Դու ավելի շատ մամել Նիկոլյանի հետ պետական է։ Մամել ետենեմ Սերժի թավ ունեմ։ Այսքանով հավարտում ենք մեր ուղիղ հեռարձակումը։ Շնորհակալություն մեզ հետևելու համար։ Մնացեք խաղաղությամբ, ձեզ համար աշխատեցին Զարուհի Դիլանյանն ու Գևորգ Հարությունյանը։